Մասնակցիներ, շնորհակալ եմ եկաք տաղավար, մի քանի թեմաների կանդրադառնանք եւ այսպես քարոզարշավի մեջ է քաղաքական ուժերը եւ մենք տեսնում ենք բարբերաբար Նիկոլ Փաշինյանի այսպես ինքնատիրապետումը կորցրած ելույթները, մասնավորապես վերջերս մենք ականատեսը եղանք հերթական հայտարարությանը Հայաստանի Հանրապետություն չենք ունեցել, ես բերել եմ Հայաստանի Հանրապետություն։ Արցախի Լեռնային Ղարաբաղի Արցախյան շարժումը թակարդ է եղել։ Ես չգիտեմ, էլի մարդ, որը խորապես ծանոթ է այս իրողությանը, ես պետք է խնդրեմ անդրադառնաք իր այս հայտարարությանը, այս ամենը ինչի դրսևորում է, եւ հետո մեկ տեսանյութ կդնենք, թե բոլորս ենք հիշում 2019 թվականին ինքը Արցախում ինչ բղավեց եւ դրանից հետո ինչպես հանդես Արցախը, կարծես բոլորը ասում են սյունեցիներ զգուշ եղեք, Սյունիքի հետ կապված արդեն իսկ հայտարարություն է արել, համեցեք։ Շատ բարդ է խոսել են մարդու մասին, որը ինքը չի հասկանում, թե ինքը ով է վերջ-վերջով։ Անկեղծ է, իրոք այդպես է, որովհետև մարդ, որը որ մի օր էս կասի, մի օր են կասի, հետո լրիվ կհերքի իրեն հակառակը կանի, թե այդ մարդը իրոք ինչ-որ մի հատ որակավոր ման, չգիտեմ ինչի կարիք ունի, հա, չեմ ուզում ավելի կոպիտ բառեր ասեմ, բայց այստեղ արդեն խոսքը գնում է, թե լավ, իսկ որն է նրա ախտորոշման սկզբունքը, որովհետև մարդը, որը կանգնի, ասի, որ Արցախյան շարժումը եւ ընդհանրապես Արցախը, Ղարաբաղը երբ է մեր եղել։ Մի հատ հարց տամ սկզբից, իսկ երբ է ադրբեջանական եղել։ Մի հատ ուղեղդ միացրու հարցրու քեզ։ Երբ է ադրբեջանական եղել։ Այսինքն, երբ է Ադրբեջանը ընդհանրապես եղել։ 3000 տարի մարդիկ ապրել են իրենց բնորանում եւ ինչ որ մի բյուրոյի որոշմամբ իրենց տարածքով, իրենց սահմաններով, իրենց ժողովրդով, իրենց իշխանությամբ տրվել են ոչ թե տրվել, այլ մտցրել են այդ նորաստեղծ կազմի մեջ։ Իդեպ տեղյակ եք, որ երբ որ ձևավորվել է այսպես կոչված Ադրբեջան հանրապետություն, խորհրդային տարիների մասին է արդեն խոսքը, երբ որ գրել են պետականաստեղծ ազգեր, գրված է եղել հայեր եւ մուսուլմաններ։ Նրանք իսկ անուն էլ չեն ունեցել, որովհետեւ նրանց մեկն ասում էր կովկասյան թաթարներ, մեկն ասում էր, չգիտեմ, օգուզների ուրեմն հետնորդներ եւ այլ եւ այլ եւ այլ։ Կամ էլ Անատոլիայի թուրքեր, արևելյան Անատոլիայի։ Հիմա այս ցեղը եկել ստեղծել է ինչ որ մի պետություն, Թուրքիայի միջոցով, Անգլիայի միջոցով, եւ հետո ուրեմն պարզվել է, որ Լեռնային Ղարաբաղը, որը դարձել է հետո Լեռնային Ղարաբաղի մարզ, ուրեմն երբևիցե չի եղել հայկական։ Էս է քո տրամաբանությունը։ Մենք 18 թվականին, երբ որ սա եկավ իշխանության, մենք որոշեցինք գոնե, որովհետև ինքը ոչ մի բանակցային գործընթացի չի մասնակցել։ Տեղյակ չի ընդհանրապես։ Ես կասեի, որ պետք էր իր այդ անտեղյակությունը գոնե ցրել։ Մենք ի պաշտպանություն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կազմի կոմիտեի մի քանի անդամներով մեր իրավական, ուրեմն այդ փաստաթղթային բազան, իրավական ուղարկեցինք իրեն։ Ասեցինք, մի հատ ծանոթացի, հասկացի ինչ է եղել, ոնց է եղել, որ դու պետք է շարունակես։ Հետո ասեց, ես 0-ից եմ սկսում։ Ուրեմն փորձեցինք եւս մեկ անգամ ասել, որ անհրաժեշտություն կա քեզ ներկայացնելու։ Հրաժարվեց։ Սկզբից համաձայնվեց, հետո չգիտեմ ինչից ելնելով հրաժարվեց։ Ես հասկանում եմ, որ այն ժամանակ արդեն ինքը որոշել էր, որ Արցախը պետք է հանձնի։ Հենց 18 թվականից, որովհետև մարդը չուզեց անգամ ծանոթանա, թե ինչ է եղել իրականում, ինքը կարդացել է միայն Մինսկի խմբի համանախագահների առաջարկությունները, դրանով որոշել է, որ ինքը արդեն ծանոթ է բանակցային գործընթացին։ Այսինքն մակերեսային, հա, բայց այդ մակերեսայինի տակ կա ինչ-որ մի հատ խորը պատճառ, որը դեռ մեզ համար մինչև վերջ բացահայտված չի։ Եվ երբ որ մենք նորից կրկնեցինք եւ առաջարկեցինք հանդիպում
Իդեպ ասեմ Լուսահոգի Արման Նավասարդյանը նախկին դեսպան, Ազատ Եղիազարյանը գիտությունների դոկտոր, Լարիսա Ալավերդյանը առաջի մարդու իրավունքների պաշտպանը, պրոֆեսոր Մանասյանը, ես եւ այլն, այս ամբողջ այդ խումբը, որը որ տեղյակ էր եւ շատ մեծ աշխատանք էինք տարել ժամանակին։ Ես այդ պահին հիշեցի այդ անեկդոտը, որը ես կարծեմ մի անգամ ասել եմ, բայց հիմա էլ եմ ուզում կրկնեմ։ Ընկերոջը բացատրում ասում, որ սա սենց լինի, այ կլինի այսինչը, հասկացար, ասպա չէ։ Ասպա լսի, երկրորդ անգամ նորից բացատրում եմ, որ այսպես լինի, այ կլինի այսպես, հասկացար, ասպա ոչ։ Երրորդ անգամ որ սկսում է բացատրել ավելի պարզ լեզվով, ասպա հասկացար, արա ասպա հոտուպոյ չես, ասի չեմ հասկանում էլի։ Հիմի այս ընկերն է։ Ասում ես, մի հատ գնա պարզի քեզ համար, իրականում ինչ է եղել, որից հետո նոր կարելի է խոսել ընդհանրապես քեզ հետ։ Ուրեմն Արցախի վերաբերյալ ասում եմ, որ առաջին հերթին ինքը իր ամբողջ այդ պետականության էլեմենտները շնորհված իրեն եղել է դրանց կազմում։ Նորից եմ կրկնում 1990 թվականի ապրիլի 3-ին Սովետական միության կազմից դուրս գալու կապակցությամբ որևէ ուրեմն հանրապետության օրենք ընդունվեց, որ եթե դուք դուրս եք գալիս, ապա ձեր ներսում եղած ինքնավարությունները իրավունք ունեն ուրեմն մնալ հրաժարվել դուրս գալու ձեր կազմի մեջ։ Այդ եղավ 91 թվականի օգոստոսի 30-ին 1000 անգամ ասել ենք, ելի եմ ասում նրանց համար, որ դեռ այդքան տգետ չի կամ ուզում է ձևանա, որ տգետ է, չգիտեմ։ Ուրեմն եւ դրա համար սեպտեմբերի 2-ին Արցախի ժողովուրդը հայտարարեց, որ ինքը մնում է խորհրդային միության կազմում եւ հռչակում է իրեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն։ Սա է իրողությունը։ Եվ եթե դա լիներ անօրինական քայլ, ապա խորհրդային միության Գերագույն խորհուրդը եւ մնացած իրավապահ մարմինները կպատժեին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության այդ որոշումը։ Չեղյալ կհամարեին։ Բայց այդպիսի բաներ չի եղել, հակառակը, դա իրականում հետո էլ ստեղծվեց, եթե կհիշեք, Արկադի Վոլսկու գլխավորությամբ հատուկ կառավարման կոմիտե եւ Լեռնային Ղարաբաղը ենթարկվեց կենտրոնին։ Այլ հարց է, որ այդ ընթացքում Հայաստանը արդեն որպես Հայաստանի Հանրապետություն կարող էր եւ պարտավոր էր ընդունել այդ որոշումը, որովհետեւ միացումով է եղել շարժումը, միացում Հայաստանի հետ եւ հետո արդեն անգամ ապագայում ամբողջովին հայկական էր, որովհետեւ ինտեգրված էր ամբողջովին Հայաստանի տնտեսության եւ մեր քաղաքական կյանքի մեջ։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը մարզ էր արդեն։ Որ մի հիմարը կարող է ասի, որ Լեռնային Ղարաբաղը երբ է մեր եղել, որ կամ մենք ինչ ենք կառուցել, բայց այդքան մարդիկ, որոնք որ կառուցեցին Լեռնային Ղարաբաղում ամեն ինչ դպրոցներից սկսած մանկապարտեզներով, հիվանդանոցներով, տներով, շենքերով, Էտով է կառուցել։ Ալիևը քո հետ միասին։ Այսինքն, այս ամբողջի ֆոնի վրա դուրս է գալիս մարդ, որը իր հայրենիքը համարում է օտարին, իր հայրենիքի մի հատվածը ասում է, որ դա մերը չի։ Ոնց հասկանանք այդ մարդը։ Ոնց անունը տնենք, ինչ ասենք դրան։ Ուրեմն այս տեսակետից իրոք շատ մտահոգիչ է, երբ որ ինքն վերեկացել ընդեղ Սյունիքում հայտարարել, թե Սյունիքը հայկական է, չգիտեմ ոնց է ասել, մերն է։ Դուք ձեր խոսք ասեք, հիմա տեսանյութը կգտնեմ ես։ Այսինքն դա նշանակում է, որ արդեն զգուշացնում է, որ Սյունիքն էլ կարող է, տաս այդ տղա։ Որ եթե մեկն էլ արդեն բացատրում է, թե ինչու իրանք 21 կիլոմետր ճանապարհը, ուրեմն Գորիս Կապանի ճակատեն այդ հատվածը ինչի եղավ, ստիպված եղան հանձնելու։ Մի բան էլ բացատրում են, թե իբր Շոյգուի հետ են համաձայնեցրել։ Լավ, ամոթ ունեցեք, աբուր ունեցեք։ Լսենք։ Սա հիշեցում Հայաստանը եկեք ընդդեպքում, Արցախը Հայաստանը եկեք։
Ղարաբաղը միշտ եղել է Ադրբեջանի կազմում եւ Հայաստանի Հանրապետությունը միշտ ճանաչել է Ադրբեջանի կազմում, որովհետեւ Սյունիքը եղել է կա եւ կլինի Հայաստանի Հանրապետության անբաժանելի մասը։ Սա արդեն ասացի, այդ նշանակում է, որ մենք զգուշանանք, արդեն համարենք, որ պետք է պաշտպանել Սյունիքը նաև այս անձից։ Որովհետև երբ որ մարդը կանգնում ասում է, որ Լեռնային Ղարաբաղը միշտ եղել է Ադրբեջանի կազմում, որը Ադրբեջան, որը չի եղել ընդհանրապես որպես պետություն, որպես միավոր չի եղել։ Եթե էլ ասում է, որ Հայաստանը չի ճանաչել, բա Հայաստանը բանակցային գործընթացում, երբ որ ազգային ազատագրական պայքարի շնորհիվ ազատագրել է Արցախը եւ դարձրել է, նորից եմ կրկնում, Հայաստանի մի հատված, հետո ինչ որ ֆորմալ առումով ելնելով նրանից, որ բանակցային գործընթաց էր գնում Կարբինսկի խմբի համանախագահություն, որպեսզի այսպես կտրուկ քայլեր չանեն, ասեցին լավ, թող գնա շարունակվի բանակցությունները այն աստիճան, մինչև որ իսկապես կլինի իրավական որոշումը։ Էհա որ ուղեղը չի հասնում կամ դիտմամբ, ես համոզված եմ արդեն, որ այս ամբողջը արվում է դիտավորյալ, որովհետև ինքը ինչ որ լուրջ պարտավորություն ունի Ադրբեջանի եւ Թուրքիայի առջեւ։ Ուրիշ ձևով բացատրել այս ամբողջ անհետեցությունը հնարավոր չի։ Մենք անընդհատ խոսել ինչ որ Ալմաթայի դեկլարացիայի մասին, անհետետ դեկլարացիա, որը ընդհանրապես ընդամենը արվեց դրա համար, որպեսզի այդ հետխորհրդային պետությունները գոնե ինչ որ մի կառույց ունենան, որտեղ կարող են իրար հետ հարաբերվել, որը կոչվեց հետո ԱՊՀ երկրներ։ Սա է եղել այդ, իսկ հիմա դու անընդհատ ոչ ոք չէր հիշում այդ Ալմաթայի դեկլարացիան, որովհետև դա ուղղակի մի հատ ֆորմալ մի հատ թուղթ էր։ Իդեպ ասած անգամ այնտեղ գրված էր ներկա ուրեմն սահմանների մասին է խոսքը։ Իսկ այն ժամանակ արդեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը Ադրբեջանի կազմում անգամ ֆորմալ առումով կազմում չէր։ Այ այսպիսի իրավիճակ եւ ես կարծում եմ, որ այստեղ վերադառնալով արդեն ամենահիմնական գլխավոր հարցին, արդյոք Արցախյան շարժումը, ուրեմն եթե դու փորձում ես խաչ քաշել նրա վրա, այդ այն շարժումն էր, որը իսկապես վերածնունդը հայտարարեց հայ ժողովրդի, իր ինքնության վերածնունդը, իր գիտակցության, որ ինքը կարող է լինել ինքնիշխան անկախ պետություն։ Այս սա է, որ ինչ է ուզում ջնջել մեր ժողովրդի գիտակցությունից։ Եվ այն ֆեյքերը, որոնք սիրահարված են այս անձին, ես կրկնում եմ, այդ մարդիկ լինելու են վաղը մյուս օրը նույն այն նոր իշխանության սիրահարները, անմիտ, ամբից, ինչ-որ անհասկանալի ձևով։ Այնպես որ մենք նրանց հետ գործ չունենք, որտեղ այն տխմարությունները, որ իրենք են գրում, մեկը գրել էր, թե բա այդ դեպքում, եթե շրջափակում էր Արցախում, ինչի չգնացիր կուսակցության հետ այդ շրջափակումը բացելու։ Այսինքն իր շեֆը, որը որ պետության ղեկավարն է, բոլոր լծակները իր ձեռքում մի քայլ չի արել, որպեսզի ուրեմն մեր ժողովրդի այդ հատվածին ազատի Ադրբեջանի լծից, խոսքը պետք է գնար նրա մասին, նրանք, ովքեր որ իրանց ասում են, ինչու չեք արել։ Այնպես որ ես կրկնում եմ, համոզված եմ, որ այստեղ կա լուրջ պարտավորություն, ինչ բնույթի, մենք կիմանանք հունիսի 7-ից հետո։ Ես համոզված եմ, որ վերջով հունիսի 7-ին մեր ժողովրդի մեծամասնությունը գնալու է ընտրության, գնալու է եւ փոխելու է այս իրավիճակը։ Չի կարելի թույլ տալ, որ սա շարունակվի։ Այստեղ չկա տրամաբանություն, այստեղ չկա մարդասիրություն, այստեղ չկա հայրենասիրություն, այստեղ չկա ընդհանրապես հայրենիքի հանդեպ ինչ որ մի պարզ գիտակցություն, չկա այդպիսի բան։ Այստեղ կա ինչ որ մի հաշվարկ, որը ասում եմ, տանում է մեզ կործանման։ Այս պարագայում մենք պարտավոր ենք բոլորս գնանք ընտրությունների եւ այդ ընտրություններում միայն ձայն տանք այն քաղաքական ուժերին, որոնք արդեն այսօր հայտարարել են, որ իրենք երբևիցե չեն համագործակցելու ԿՊ կազմակերպության հետ։ Ռուսաստանի նախագահը մայիսի 9-ից հետո հրապարակային խոսքին կուզեմ անդրադառնալ, հստակ էր, որ երկու
դարի վրա խաղ չունեք, ժամկետներ անգամ նշվեց, եւ իհարկե մենք տեսնում ենք այս փողոցում ընկած քպականները հերթով անդրադառնալով Ռուսաստանի կողմից հայտարարությանը, շնորհապահարզան չենք տալու, այս չենք անելու, արիմեն չենք։ Իսկ ով է իրենցից հարցնում։ Ահա, խնդրեմ այս մասով ձեր տեսակետը։ Ուրեմն երկու լարա թե երկու աթոռի վրա նստել է, չգիտեմ, հետո ճողվում են մարդիկ, երբ որ այդպես փորձում են անեն, դա թողնենք։ Հիմա շատ ավելի կարևոր եւ լուրջ հարց է։ Գալու էր այդ պահը, երկար ուրեմն Ռուսաստանի ղեկավարը որոշում էր, որ թե երևի թե գիտակցությունը տեղը կգա այս մարդկանց, կհասկանան, որն է մեր պետության, մեր ազգի շահը եւ չեն գնա այդ ծայրահեղ քայլերին կամ էլ փորձանեն։ Սա ուղղակի սադրանք է այս իշխանության կողմից։ Սա բացահայտ ավանտյուրա է, որովհետեւ եթե գոնե մի փոքր մարդիկ ունեն ուրեմն հնարավորություն վերլուծելու եւ հասկանալու, բոլորը պետք է հասկանան, որ եթե դու այսօր կտրուկ ձևով դուրս գաս կամ քեզ հեռացնեն ԵԱՏՄ-ից, ՀԱՊԿ-ից եւ այլ ուրեմն կառույցներից եւ Ռուսաստանը այլևս չհամարի քեզ որպես դաշնակից պետություն, դու այն ինչ որ քեզ հասնում է այս պահին, դու դրա փոխարենը չունես։ Ուրեմն պետք է հասկանալ, մեր ժողովուրդը պետք է հասկանա, որ այս մարդիկ տանում են ավանտյուրայի։ Այսինքն, երբ որ ձեզ ասում են, որ Եվրոպան էս կանի, Եվրոպան են կանի, Եվրոպան ոչինչ չի խոստացել, անգամ Երևանում անցկացված այդ համաժողովի ժամանակ։ Կարդացեք այն իրենց ընդունած 44, չգիտեմ ինչ, կետանոց բանը եւ տեսեք ինչ դատարկություն է այնտեղ։ Ոչ մի կոնկրետ խոսք չկա Հայաստանի հետ կապված, թե ինչ կարվի, ոնց կարվի եւ այլն։ Ուրեմն եթե հերթով գանք, ապա կլինի հետեւյալը. ատոմակայանի խնդիրը չի լուծված, ատոմակայանը ամբողջովին այսօր ռուսական տեխնոլոգիայով աշխատող կառույց է, ատոմակայանը ստանում է վառելիքը էլի Ռուսաստանից, Եվրոպան ինքը պնդում է, որ այս ատոմակայանը պետք է ուրեմն կանգնի, չաշխատի, Թուրքիան ու Ադրբեջանը ուղղակի երազում են այդ օրը, որպեսզի այլևս մենք չունենանք ատոմակայան, ուրեմն իսկ դա մեր բացի նրանից, որ մեր էներգետիկ համե, հա, իհարկե, պարզ է, ուրեմն էներգետիկ անվտանգությունից զատ դա մեր ազգային անվտանգության ամենակարևոր էլեմենտներից մեկն է։ Եվ բազմիցս ասել ենք, որ նրանք ովքեր ունեն ատոմակայան, այն էլ 50 քանի տարի արդեն գործող, ուրեմն կնշանակի, որ այնտեղ կա համապատասխան տեխնոլոգիա եւ կա համապատասխան հնարավորություն շատ ավելի հետաքրքիր ուրեմն պրոյեկտներ իրականացնելու պետական անվտանգությունը ապահովելու համար։ Դա շատ լավ գիտակցում են ուրեմն Թուրքիայում եւ Ադրբեջանում։ Սա առաջինը։ Երկրորդը, մենք այս պահին, այո, ստանում ենք վառելիքը եւ հատկապես ուրեմն գազը, նավթը ստանում ենք հիմնականում Ռուսաստանից եւ եթե ձեզ հիմա փորձում են բացատրել, այ Ադրբեջանը կփոխարինի, չգիտեմ այս կանի, Ադրբեջանը երբևիցե չի ասել, որ ինքը այլևս մեր թշնամին չի, Ադրբեջանը երբևիցե չի ասել, որ ինքը հրաժարվում է այսպես կոչված իրենց պատկերացման Արևմտյան Հայաստանից, Արևմտյան Ադրբեջանից, ինքը չի ասելու, որ ինքը հրաժարվում է 300,000 ադրբեջանցի տեղափոխել Հայաստան, եւ այլն, եւ այլն, եւ այլն։ Ուրեմն կնշանակի դուք, եթե համարում եք, որ այսօր այդ խաղաղությունն է եւ Ալիևի լկտիությունը, որ ասում է, այս պահին մենք ամեն ինչ արդեն ստացել ենք Հայաստանից, մեզ հələ դեռ որևէ ուրիշ բան պետք չի։ Չնայած այն մնացած այն ինչ որ արդեն նորից հայտարարվեց, դա պահպանվում է։ Այսինքն Թրիպի ճանապարհը քանի անգամ ասել եմ, հիմա էլ եմ ուզում կրկնեմ, պետք է դա հստակ մեր բոլոր ուրեմն մարդիկ հասկանան։ Թրիպ հասկացողությունը, եթե Հայաստանի համար լիներ, ապա նա պետք է շարունակական լիներ նաև բացվեր բոլոր կոմունիկացիաները այս հարավային Կովկասում եւ ինչու՞ չէ նաև դեպի Միջին Արևելք։ Եվ այդ պարագայում Հայաստանը իրոք երաշխիքներ կունենար, որ այն պետությունները, որոնք որ այստեղ տրանզիտ շարունակում են իրենց ճանապարհը,
ուրեմն շահագրգռված կլինեն, որ այստեղ լինի խաղաղ եւ անվտանգ իրավիճակ։ Չկա այդպիսի ծրագիր, չկա այդպիսի ցանկություն։ Ուստի ես այս հարցով գտնում եմ, որ մենք կամ մենք պարտավոր ենք այս ամբողջը միանգամից փոխել եւ այո նոր բանակցային գործընթաց սկսել կոմունիկացիաների բացման վերաբերյալ այն ինչ որ գրված էր նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ, որը ստորագրեց Պուտինը, Նիկոլը եւ ուրեմն Իլխամը։ Այսինքն այնտեղ է որ գրված է կոմունիկացիաները բոլորը պետք է ուրեմն ազատագրվեն, բացվեն, որպեսզի բոլորը կարողանան բոլորի հետ հարաբերվեն։ Այստեղ Պուտինի հայտարարության հետ կապված։ Եկեք հասկանանք ինչ է ասում Ինքը չի դիմում Նիկոլին այլևս։ Պարզ երևում է, հա, ինքը դիմում էր հայ ժողովրդին, ասեց մենք կանենք այն ամենը, ինչ որ հայ ժողովրդին ուրեմն շահավետ է։ Եթե դուք կորոշեք, որ դուք դուրս եք գալիս ԵԱՏՄ-ից եւ գնում եք ԵՄ, Եվրոմիություն, ապա շատ լավ, ձեր կամքն է, ձեր իրավունքն է, այդ պարագայում հաշվի առեք, որ ինչ կլինի։ Որովհետեւ այլևս եթե դու դաշնակիցը չես եւ դու վտանգ ես արդեն պարունակում, որովհետեւ դու այստեղ բերում ես այն ցավոք սրտի թշնամական երկրները, որոնք չունեն հարաբերություններ կամ չեն ուզում կամ ուզում են պատերազմ Ռուսաստանի հետ, ինքը պետք է այս տարածքի նկատմամբ նույնպես ունենա իր արդեն հատուկ վերաբերմունքը, որը ի նպաստ չի լինելու մեզ։ Եթե ստեղ կան մի քանի տոկոս տակ գլուխներ, որոնք ասում են մենք ուրեմն չենք ուզում ռսի ստրուկը լինենք, թե ով է ձեզ երբևիցե ստրուկի նման պահել, չէիք ուզում չլինեիք։ Եթե դուք Հա, դե թող գնա։ Թող գնա եւ ասի թե որ ես իսկապես եկել եմ ասելու, այո, ես չեմ լինելու ձեր կազմում, ես կարող եմ ինքնուրույն անկախ լինել։ Բայց չի գնում, չէ, չի կարող, չէ, ասել հիմա։ Որովհետեւ շատ པարզ բան է։ Եթե ԵԱՏՄ-ն այսօր ձեզ ամենաբարձր պրեֆերենցիաներն է տալիս չեղած տեղը իմիջալոց։ Ով է ձեզ այդ ապահովելու։ Ինքը օրինակ բերեց Ռուսաստանի հետ այս պահին ունենալով 29 միլիարդ ընդամենը հնա, մենք ուրեմն ունենք 9 միլիարդ, թե 7 միլիարդ ուրեմն, հա, 7-ից 9 միլիարդ ուրեմն շրջանառություն առևտրային։ Ով է փոխարինելու այդ ամենը միանգամից։ Կամ ընդհանրապես ով է ապահովելու այն անվտանգությունը։ Այսօր ուզում եք թե չեք ուզում, այն որ Ռուսաստանի բազան այսօր Գյումրիում է, զսպում է ախորժակը Թուրքիայի, դա միանշանակ է։ Շատ པարզ պատճառով, որտեղ Թուրքիան չի հրաժարվել իր մեծ Թուրան ծրագրից։ Ինչքան էլ մեզ փորձեն ասեն, որ իբր ասիական երկրները, Ղազախստանը, չգիտեմ, Qırğızstանը այլ տարբերակ ունեն եւ իրենք Ռուսաստանի հետ շարունակում են իրենց համագործակցությունը, փաստը մնում է փաստ, ստեղծված է թուրքալեզու պետությունների միություն եւ նա գործում է եւ նա զարգանում է եւ ամեն օր նոր բաներ է ընդունում։ Բազմիցս ասել ենք դրա մասին։ Ուստի այս պայմաններում նաեւ նայելով Իրանի Իսլամական Հանրապետության եւ վիճակին եւ նրանց գործողություններին, սա է օրինակը իմիջալոց։ Իրանի Իսլամական Հանրապետության գործողությունները դա օրինակ են մեզ համար։ Եթե մենք ուզում ենք իսկապես լինել ինքնիշխան պետություն, եթե մենք ուզում ենք լինել ինքնաբավ պետություն, իրեն հարգող պետություն։ Հիմա տեսեք, եթե այս տրիպը այս ծրագրով, որը հայտարարված է, իրականանա, փակվում է Իրանի եւ Հայաստանի սահմանը։ Այստեղ հաստատելու ոչինչ չկա, դա է իրողությունը։ Ինչ է անելու Իրանի Իսլամական Հանրապետությունը։ Իրեն համար այս ճանապարհը մեղրիով դեպի Հայաստան եւ արդեն դեպի Ռուսաստան եւ այլ բոլոր այդ պետությունները իր համար կարևորագույն ճանապարհ է։ Դուք թշնամանում եք նաեւ Իրանի հետ։ Այստեղ ես երբևիցե չէի պատկերացնի, որ մենք պետք է նստենք, բացատրենք
ամենապրիմիտիվ բաները արտաքին քաղաքականության հետ կապված։ Անկեղծ եմ ասում, երբևիցե մտքովս չէր անցնի, որ գալու է պահ, երբ որ մենք պետք է խոսենք մեր ժողովրդի հետ կամ այս իշխանություն կոչված հետ, բացատրելով, թե լսեք, նայեք, տեսեք, այս հետևանքները ինչպիսին են լինելու։ Իսկ հիմա մենք ստիպված ենք սրա մասին խոսել։ Ստիպված ենք ասելու, որ ախր խելքներդ, գլուխներդ հավաքեք, եթե դուք իսկապես հայ եք եւ դուք իսկապես ուզում եք Հայաստանում ապրել շարունակել եւ ձեր երեխաները պետք է շարունակեն ապրել։ Եթե դուք չեք պատրաստվում, թող տվեք մենք անենք այն ամենը, ինչ որ անհրաժեշտ է մեր պետության, մեր ազգի համար։ Այնպես որ Պուտինի հայտարարությունը եւ դիմումը հայ ժողովրդին էր, ոչ թե Նիկոլին, եւ դիմումը պարս ուներ մեսիջ։ Դուք եք որոշում ձեր ապագան։ Ուզում եք լինել շարունակել այս քաղաքական գիծը, ձայն եք տալիս ուրեմն այս անձին կամ իր կուսակցությանը։ Չեք ուզում, որպեսզի այսպիսի դժվարությունների, բարդությունների շարանը շարունակվի, ապա ընդունեք այլ որոշում եւ ձևավորեք ձեր սեփական քաղաքականությունը, հաշվի առնելով, որ ձեզ բարեկամ պետությունները անհրաժեշտ են։ Եվ այնպիսի բարեկամ պետություն, ինչպիսին եղել է եւ մնում է Ռուսաստանը։ Այնպես որ այս առումով Պուտինը շատ հստակ է ասել եւ ապահարզան կոչվածը ոչ թե սրանք պետք է տան համաձայնվեն, այլ այնտեղ որոշումը կկայացվի եւ դուք արդեն ոչ մի հնարավորություն անգամ չեք ունենա չկատարելու այդ որոշումը։ Ուղղակի կկտրեն ձեր հարաբերությունները, ձեր կապերը, այլևս դուք շատ հանգիստ այլևս չեք կարող մտնել Ռուսաստանի տարածք, չեք կարող տանել ձեր ապրանքը այնտեղ շուկայում վաճառել։ Ռուսաստանում եղած մեր ուրեմն հայրենակիցները արդեն իսկ որոշակի դիսկոմֆորտի մեջ են, այս ելույթների պատճառով, որ այստեղ լինում են այս ԿՊԱ-ականների կողմից, արդեն իսկ նրանց հանդեպ վերաբերմունքն է փոխվում, արդեն նրանց ապերախտ են համարում, մեզ էլ իրենց հետ միասին։ Այսպիսի իրավիճակում դուք հանգարց փորձում եք, այսպես ասած, կտրուկ փոփոխություն կատարել ձեր արտաքին քաղաքականությունում։ Ես ուզում եմ եւս մեկ անգամ հաստատեմ, եթե իրականում այն քաղաքական ուժերը, իդեպ ասած նորից եմ իրենց դիմում, Միասին շարժումը եւ Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը շարունակում են դիմել ձեզ, որ այսօր անհրաժեշտ է այն հուշագիրը ստորագրել, որպեսզի ժողովրդի մոտ նույնպես եւս մի ավել, այսպես ասած, համոզմունք առաջանա, որ դուք չեք համագործակցելու խորհրդարան անցնելուց հետո ԿՊ կառույցի հետ։ Ստորագրեք, այստեղ որևէ ուրիշ փոխհարաբերությունների մասին խոսք չկա։ Ընդամենը դուք պարտավորվում եք ժողովրդի առջև, ձեր ընտրողների առջև, որ դուք ոչ մի պայմանով նրանց հետ չեք համագործակցելու եւ չեք ստեղծելու նրանց հետ որևէ կոալիցիա։ Սա կարևորագույն հարցադրումներից մեկն է։ Երկրորդը, մենք դա նույնպես հուշագրի մեջ նշում ենք, որ դուք հիմա պետք է պայմանավորվեք մեզ հետ միասին, բոլոր արտախորհրդարանական ուժերի հետ միասին, որտեղ մենք չենք գնացել ընտրությունների, որպեսզի իրոք չփոշիացնենք այդ ձայները, միասին վերահասկել ընտրությունների ընթացքը, որովհետև ես չէ որ այդ գաղտնիքը պետք է բացահայտեմ, դա բոլորը գիտեն, որ եթե դուք չունենաք ժամը գիշերվա ընթացքում 100% արձանագրություններ բոլոր ուրեմն տեղամասերից, դուք թույլ եք տալու, որպեսզի լինեն կեղծիքներ այնպիսին, ինչպիսին իրենք ուզենան։ Ուրեմն միասնական ուժերով պետք է վերահասկել ընտրությունների ընթացքը եւ հավաքագրել այդ բոլոր արձանագրությունները։ Երբ որ դուք կունենաք այդ ամենը եւ կտեսնեք անհամեմատությունը, այդ ժամանակ ձեզ հետ հաշվի կնստեն։ Եվ երրորդը, հետ ընտրական պայքար, որ եղավ, ելի նորից պետք է միասնական ուժերով դա արվի։ Եթե դուք չարեցիք դա եթե դուք չարեցիք, ուրեմն կնշանակի դուք գնում եք ելի նորից ինչ որ գործարքների։ Այս է մեր առաջարկը, եւ հիմա նորից ասում եմ, ես արդեն ունեցել եմ որոշակի բանակցություններ որոշ քաղաքական ուժերի հետ եւ ուրեմն գտնում են բոլորը ասում են այո,
Բայց մենք հիմա սպասում ենք, որպեսզի ստորագրություն դնեն այդ հուշագրի տակ։ Եվ վերջին հարցը Իրանի շուրջ իրավիճակը հիմա ինչպես կգնահատեք, Իրանը այլևս կոնկրետ պատասխան է դրել, ոչ թե պատասխան, այլ պայմաններ է դրել Միացյալ Նահանգների առջև, 5 պայման է, եթե ծանոթ եք, չբացեմ, եթե կուզեք ծանոթ Մեր հանրության համար ասեք։ կուզեմ որ գնահատեք Այո, իհարկե։ Ըստ իրանական աղբյուրների պայմանները ներառում են պատերազմի դադարեցում բոլոր ճակատներում, Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների վերացում, իրանական սառեցված ակտիվների ազատում, պատերազմի պատճառած վնասների փոխհատուցում, Իրանի ինքնիշխանության ճանաչում Հորմուզի նեղուցի նկատմամբ։ Խնդրեմ այս ամենի հետ կապված ձեր տեսակետը։ Ուրեմն Տրամպը, որը որ նույնպես անհավասարակշիռ մի քաղաքական գործիչ է, որը նույնպես կարող է տարբեր մտքեր արտահայտել, այսօր առաջի մի բան ասի, վաղը մյուս բան, բայց արդեն ստիպված եղավ փաստի հետ հաշվի նստել։ Իրենք բոլորը հասկացան, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը այն շատ ամուր ամրոցն է, որը հեշտ չի լինելու քանդել եւ հնարավոր չի լինելու քանդել։ Ուստի հիմա այս պայմանները, որ առաջ է քաշում Իրանի Իսլամական Հանրապետությունը, շատ տրամաբանական են եւ շատ պարզ են, որովհետեւ ագրեսիան եղել է Իսրայելի եւ Միացյալ Նահանգների կողմից։ Կրկնում եմ, Իսրայելը ինքը ինչ որ ձևերով պարտադրել է Տրամպին, որպեսզի նա սկսի այդ պատերազմը, հիմա հետ է քաշվել։ Ես համոզված ասում եմ, որ Իսրայելը կարողացել է ցանցային իր կարողությունները օգտագործել եւ դրանով եւ խոսքը գնում է նաեւ բանկային համակարգի մասին եւ նրանց ռազմաարդյունաբերության եւ նրանց ուրեմն գիտական մակարդակի վրա ազդեցություն ունենալը եւ այլն։ Լոբինգը հիանալի աշխատում է Իսրայելի։ Ուրեմն այս պարագայում հիմա Իրանը այլևս Իսրայելից ոչինչ չունի պահանջելու եւ ճիշտ է անում, նա բանի տեղ չի դնում նրան։ Ասում եմ Միացյալ Նահանգներ, դու ես սկսել այդ ագրեսիան, այսպեսի ինձ վնաս ես հասցրել, ես չես կարողացել հասնել քո նպատակին, ուրեմն բարի եղի վերականգնի այն վնասը, որը դու ինձ ուրեմն հասցրել ես այս ընթացքում։ Հորմուզի հետ կապված Իրանի ամենամեծ հաջողությունը եղավ այն, որ ինքը կարողացավ պահպանել Հորմուզի ուրեմն հանդեպ իր վերահսկողությունը։ Սա այնպիսի մի հատ ծանր վիճակի մեջ է դրել ամբողջ արևմտյան աշխարհը, որ հիմա ուզեն թե չուզեն պետք է ստիպված լինեն ինչ որ մի լուրջ կոմպրոմիսի գնալ Իրանի հետ, որովհետև եթե Իրանը պահպանեց եւ շարունակեց միայնակ վերահսկել Հորմուզի ուրեմն այդ նեղուցը, ապա ինքը ստանալու է ամենալուրջ դիվիդենդները եւ մյուսները իսկապես շատ ավելի աղքատանալու են եւ նաեւ շատ մեծ կախման մեջ են լինելու Իրանի Իսլամական Հանրապետությունից։ Այսպիսի իրավիճակ է ստեղծվել։ Հիմա Տրամպը հայտարարում է, թե ես շարունակելու եմ անունել դրել են Կուվալդա։ Ուրեմն այս նոր օպերացիայի անունը դրել են Կուվալդա, որի પર արդեն են էպիկական, չգիտեմ ինչը, ավարտվել է։ Հիմա գնում են, որ նոր ջախջախման ուրեմն ջախջախիչ հարվածներ հասցնել Իրանին։ Էլի չի ստացվելու։ Եվ ես համոզված եմ, որ այսօր երբ որ սկսվում է պետական այցը Դոնալդ Տրամպի Չինաստան, Սի Ցզինպինը, որը որ միանշանակ Իրանի Իսլամական Հանրապետության բարեկամն է եւ դաշնակիցը, այսօր այնտեղ շատ լուրջ հարցեր են լուծվելու։ Եվ մենք կսպասենք, կտեսնենք, թե արդյոք Միացյալ Նահանգները նորից շարունակեն այս քաղաքականությունը, թե ոչ։ Համոզված եմ, որ ոչ, որովհետև այդ պարագայում եզրակացնենք Իրանի Իսլամական Հանրապետության քշիռը անհամեմատ մեծանալու է եւ մեծացել է, եւ Իրանի Իսլամական Հանրապետությունը այս տարածաշրջանում անպայման որոշիչ ձայն է ունենալու շատ հարցերում։ Եւ հիմա թող այս պարոնը եւ իր շրջապատը, եթե թարապես ցանկություն կամ խելք ունեն այդ ամենը ուսումնասիրելու, թող ուսումնասիրեն, բայց ելև կրկնում, ես վերջնականապես համոզված եմ,
որ այս իշխանություն կոչվածը հայ ժողովրդի թշնամին է։ Ուղղակի համոզված եմ, որովհետև այն քայլերը, որը արվեց այս 8 տարվա ընթացքում եւ հիմա էլ հայտարարվում է, որ պետք է շարունակեն, դա միայն ու միայն չսիրել եւ ատել քո սեփական ժողովրդին ու քո սեփական հայրենիքը։ Սա է իրենց քաղաքականության արդյունքը։